Բարև Շամ Գյումրի եթերում դուք դիտում եք տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումը, իսկ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների թեժ տրամադրություն է։ Քաղաքական ուժեր, կուսակցություններ դաշինքով թե առանց դաշինքի հայտարարում են արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին։ Եվ հավակնորդներից թերևս առաջինը իր թիմով քաղաքական պատասխանատվություն կրելու Գյումրիի կառավարման գործում ներկայացավ Կարեն Սիմոնյանը։ Կարեն Սիմոնյանը տեսանկյան հյուրն է, բարև ձեզ, գործարար Մայր Հայաստան դաշինքից առաջադրված թեկնածու։ Կարեն, գործարարությունից բացի հասարակական նախաձեռնություններում ևս ակտիվ էիք, ամեն ինչ սկսվեց մենքից, քաղաքական դաշտում հաստատվելու ինչ պատճառներ կային։ Տեսեք, երբ որ ես գործարար դաշտից տեղափոխվա հասարակական դաշտ, դա իմ ամբիցիաների, իմ խառնվածքի նոթագիրն է, որովհետև կամ պիտի վերցնեի մենակ բիզնես ճյուղը եւ փորձեի առաջնորդվել այդ գաղափարներով, որ միայն շենքշինություն, բիզնեսների ավելացում, բայց քանի որ խառնվածքս շփվող է եւ սիրում եմ մարդաշատ վայրերում, սիրում եմ տարբեր կարծիքներ, տարբեր մարդկանց հետ շփումներ, ես որոշեցի, որ նաեւ մտնեմ այդ դաշտում գործունեություն ծավալեն, որից հաճույք եմ ստանում ես։ Որովհետև առանց հաճույք ես չեմ կարող գործել ոչ մի բան։ Եվ երբ որ ընկերներով հավաքվում միշտ քննարկում ենք այդ հասարակական դաշտի իմ ակտիվությունը, միշտ որոշումը գալիս էր վերջում, որ պետք է մի կառույց, մի ընտանեկան միջավայր, որտեղից կարելի է հասարակական ակտիվությունը սկսել։ Եվ բազմաթիվ այդպիսի հավաքույթներից մեկի ժամանակ ծնվեց մենք նախաձեռնություն հասարակական կազմակերպության գաղափարը, որի հիմքում ավտոմատ մենք դրեցինք առաջնային ընտանեկան ավանդական արժեքների կրումը, պահպանումը, տարածումը, սրբությունների հանդեպ այսպես հոծ կարմիր գծերը, որ չի կարելի դրանք խախտել, սպորտը, մշակույթը եւ կրթությունը։ Եվ երբ որ առաջին մրցույթը կազմակերպեցինք ֆուտզալի, քանի որ ես մանկուց զբաղվել եմ ֆուտբոլով, այո, թիմային գաղափարը իմ մոտ միշտ վեր է եղել։ Եվ ստացվեց այդ առաջնությունը։ Հիմքում մենք այդտեղ շեշտը դրեցինք, որ ֆուտզալում պետք է լինեն երկրպագուներ, որոնք խաղացողների մայրերն են, քույրերն են, երեխաներն են, որ Գյումրիում էլ կոդրվի այդ բանը, որ կարելի է, որ չի կարելի, ասենք, կանանց հետ, երեխաների հետ գնալ այդպիսի մրցաշարերի մասնակցել եւ ստացվեց մեր մոտ։ Եվ դա ոգևորեց մեզ, մեր ընկերներին, մեր թիմին նորաստեղծ, որ մենք առաջ գնանք եւ փորձենք ել ավելի ընդլայնել, ել ավելի թիմը պրոֆեսիոնալացնենք եւ ինչու՞ չէ նաեւ արդեն դուրս գանք ավելի ուրիշ ասպարեզներ եւ ստացվեց դա մեր մոտ։ Այո, հիմնականում երիտասարդական նախաձեռնություններ են եւ նկատելի է, որ մենքի շուրջ բոլոր եւ այժմ էլ Մայր Հայաստան դաշինքը, որը քաղաքական լուրջ մարտահրավեր է ներկայացնում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, երևում է, որ երիտասարդ ուժերից է կազմված։ Ամեն դեպքում մենքը բևեռացումը մերժող է։ Մենքից ծնված այժմ մի հատ քաղաքական լուրջ գործընթացի է մասնակցում մենքի ղեկավարը։ Իսկ կուսակցական պատկանելություն ունեք։ Ոչ, կուսակցական պատկանելություն չունեմ, անկուսակցական եմ։ Իմ կարծիքով ոչ թե մենքից ծնվավ գաղափարը, որ ես զբաղվեմ քաղաքականությամբ, նորից կանք իմ խառնվածքին, իմ ամբիցիաներին, որ երբ որ ուզում ես առաջ գնալ, առաջ տանել, գաղափարներդ ներդնել, հանուն ընտանիքի, ընկերության, քաղաքի, երկրի, ուրեմն պետք է պայքարի մեջ լինել անընդհատ։
Իսկ երբ որ գաղափարները դառաջ ես բերում եւ զգում ես, որ պատկան մարմինների կողմից որոշակի առումով անտեսվում են կամ չեն հասկանում, ինչի մասին ես խոսում, իհարկե առաջ է գալիս հաջորդը։ Ուրեմն այդտեղ էլ ունես պայքար, որովհետեւ կարողանաս իրագործել այն գաղափարները, որոնք որ ես նշեցի, եւ այդ ամեն ինչի համար պետք է դրած պայքարի հաղթանակ ունենաս, որովհետեւ կարողանաս դրանք սա իրագործել։ Քաղաքային տնտեսությունում Գյումրին լիքը խնդիրներ ունի, բայց կարևորը այն ինչ ներկայացնում է Մայր Հայաստան դաշինքի տեխնացուն, կարևոր եւ այլընտրանքային գաղափարը որն է, որ այսօր առաջարկում է Գյումրեցուն։ Տեսեք, ես այդ բազում ծրագրերից կառանձնացնեմ մեկ հիմնական բան, դա մթնոլորտի փոփոխությունն է, որը մեր թիմի դեմ դրված է, որ պետք է փոխվի մթնոլորտ։ Եթե մթնոլորտը լավն է, ցանկացած տեսակի սխալ կամ ոչ լիարժեք, դա ընդունվում է ավելի սիրով, ավելի լավ ձևի, քան երբ որ մթնոլորտ չկա։ Այսինքն, եթե մթնոլորտի բացակայություն կա, ուրեմն ինչքան լավ բան անես, մեկը դժգոհությունը ավելի մեծ ալիք է ունենալու։ Դրանից ելնելով ամենաառաջինը կարևորում է մթնոլորտի փոփոխությունը, որովհետեւ քաղաքացին հասկանա, որ այս թիմի առաջ գալով ինքը ստանում է այն մթնոլորտը, որը ինքը կուզենա իր մեջ տեսնել։ Գաղափարական առումով եւ ծրագրային առումով մենք հաշվարկեցինք, որ Գյումրիի 14 միլիոն դոլարանոց բյուջեն տարեկան բավարարելու է ընդամենը շատ քիչ հարցերի, այսպես ասեմ, էլի մանր հարցեր են կարողանալու կառավարել այդ 14 միլիոնով։ Ինքը բավարար չի, որպեսզի տնես հիմքը տակը, որ Գյումրին զարգացող քաղաք է դառնալու կամ ինչ որ առավել բաներ ուզենաս այդ 14 միլիոնից։ Դրա համար մեր քննարկումների ժամանակ առաջ եկավ գաղափար, որ կարելի է կազմակերպել ֆորում, քննարկում, որի հիմքում տնենք Գյումրիի զարգացման ծրագիրը։ Եվ բազմաթիվ մասնագետների ներկայությամբ, նաև դոկտոր պրոֆեսորների, նաև Մայր Հայաստան դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի մասնակցությամբ այդ քննարկման վերջում ունեցանք եզրակացություն, դա որ միակ ծրագիրը, որ կարող է Գյումրիին զարգացման շունչ տալ, դա ազատ տնտեսական կոդին է եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը։ Քննադատության արժանացավ այս մեր ծրագիրը, իշխող ուժից արձագանքեցին, որ դա մերն էր, մեր ծրագիրն էր, 2019-ին մերն է եղել, բայց ես չեմ հերքել, ես ասել եմ, որ դա մեր հայտնագործությունը չէ, դա տասնյակ տարիներ շարժվել է, որ Գյումրիի զարգացման հիմքը հենց ազատ տնտեսական կոդի դարձնելն է, ուղղակի ինչու չի իրագործվել իրենց օրով, եթե 19 թվականին անգամ կառավարության որոշում է եղել եւ չի իրագործվել, ուրեմն լավ կլինի լռեն, որովհետեւ վերջի վերջով իրաց բերած ծրագիրն է, որ նոր եկած ժամանակ, եթե իրանք չեն փորձել դրան միսու արուն տալ, որպեսզի տեղի ունենա, արդեն եկել է գնալու ժամանակը իրանց, հաստատ չեն հասցնելու ինչ որ բան անեն։ Մեր առաջարկած տարբերակը ո՞րն է։ Նաև մենք ստորագրահավաք նախաձեռնեցինք, դրա հիմքում նաև օրենքի ուժ կա, որ ավականու ուղերձի տակ լինի նաև Գյումրեցու ստորագրությունը եւ 7700 ստորագրություն հավաքվեց, որով ցույց ենք տալիս, որ հենց Գյումրեցին է պահանջատեր այդ ծրագրի կատարման համար։ Այդ 7700 ստորագրության ընթացքում Գյումրեցիների հետ ձեր անմիջական հանդիպումները, զրույցները իրեն պահանջատեր զգում է Գյումրեցին, ընկալումներում ինչպես է, թերհավատություն չկա, ինչ նպատակ ունի սա անելու։ Փոքր թերահավատություն նկատել ենք տնետուն աշխատանքի ժամանակ։ 37 տարվա ամբողջ այս ստեպքերը ցույց են տալիս, որ որոշակիորեն այդ թերահավատությունը քանի գնում մեծանում է, փչանում է։ Հենց այդ ստորագրահավաքի նպատակից մեկը եղել է, որ մարդկանց թերահավատությունը փարադենք, ցույց տանք, որ մենք երիտասարդներով կբլենք այդ գործին, որովհետեւ իրանք է հասկանան, որ տեղերս նստած մենակ ամբակ-օրգոր խոսելով չի, էլի։ Այսինքն մենք մեր նախաձեռնությամբ դուրս ենք եկել փողոցներ, դուրս ենք եկել խանութներ, վարսավիրանոցներ, որտեղից փորձել ենք անմիջապես շփվելով քաղաքացու հետ, բարձրացնելով իր այդ մտածմունքը, որ կարող է իրատեսական չէ, եւ ինքը հենց զգա, որ պահանջատեր պետք է լինի ինքը, եւ ստացվեց մեր մոտ,
ժողովուրդը արձագանքեցին եւ նաեւ այդ ստորագրահավաքի ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ բացահայտումներ մարդկանց սոցիալական վիճակից դեպքեր են եղել երբ որ 70 տարեկան մարդը դուրը բացում է ոնց որ 90 տարեկան մարդ լինի ու ասում է ես չեմ ուզում ապրել պարզապես ինչի որովհետեւ ինչ որ ծրագիր եղել 3000 դրամով թոշակը բարձրացրել են եւ նպաստից կդրել են այսինքն մեկ ուտար եւս ստացել է այդ մարդը իր սպառողական զամբյուղում եւ հասկանում է որ իրանով զբաղվող չկա եւ իշնորհիվ մեր ստորագրավակ անցկացնող ընկերների իրենց բարի կամքի դրսևորմամբ նաեւ կարողացել են նույն այդ մարդու տղայի հետ կապ հաստատել որ արտերկրում է եւ բացատրելով որ ձեր հոր վիճակը այս վիճակին հասցնելու մեջ նաև դուք ունեք մեղավորություն այնտեղից նաև բողոք է լսվել դե ինչ են ենք այդտեղ ոչ գործ կար ոչ աշխատանքի վայր կար ստիպված եկել ենք այդտեղ բայց ամեն դեպքում նման մարդկանցով զբաղվող է պետք եւ քաղաքային կառավարումը միայն դա այդ սենյակում նստել եւ ինչ որ դոկումենտներ ստորագրելով չի փաստաթղթեր ստորագրելով չի նաև պետք է ունենաս խումբ որը բարբերաբար գնալու է նմանատիպ սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքներին հանդիպելու եւ հասկանալու լավ այդ նպաստը կդրեցին բա ուրիշ ինչ անենք որ ասենք գնում են դիմացի խանութից բան են վերցնում ծվի բանկա չէ յաչեյկի կան այդպես ենք ասում հա վառեն տականան մի խոսքով նաեւ բացահայտեցինք նմանատիպ շատ խնդիրներ եւ այդտեղից հետեւություն որ պատկան մարմիններ իրենց տեղում չեն այսինքն եթե ֆիքսենք մենք նախաձեռնության գործունեությունը հասարակական կյանքում շատ ակտիվ սպորտային, մշակութային, գիտական միջոցառումներ կազմակերպելով նաև մի ամբողջ քաղաքի եւ մարզի սպորտի, մշակույթի եւ կրթության բաժնի դեր է տանում, իսկ եթե ֆիքսենք ստորագրահավաքը, ուրեմն սոցիալական ոլորտի մի ամբողջ բաժնի աշխատանք կատարեցինք մենք այս կարճ ժամանակում բացահայտելով նմանատիպ խնդիրներ։ Պատկերացնում տնագի բնակչի մոտեցում։ Ինչ է ասում տնագի բնակիչը։ Դե տնագի տուն չունեմ ապրելու, վստահ լինեմ, որ այդ ազատտնտեսական կոդին ինչ որ փոփոխություն կբերի քաղաքին եւ հետո ազատ քաղաք ասելով ինչ ենք հասկանում։ Տեսեք, այդ 2019 թվականի ազատտնտեսական կոդին, որը նաեւ կառավարության որոշում կար, դա Մարմարաշեն տանող խճուղու երկու կողմներ մոտ 300 հեկտար, հա, որը որբիսի մեր քաղաքացիները ֆիքսեն ինչ չափի մասին է խոսքը, տարածքը, անի թաղամասի մոտ 6 անգամ է։ Դենտեղ 58-60 հեկտարի բան ունենք, չէ՞։ Տարածք ունենք, մոտ 6-ը չափը։ Դրան նաև մենք ավելացրեցինք օտանավակայանին հարող տարածքը որպես լոգիստիկ կենտրոն եւ ազատ քաղաք գաղափարը բերեցինք, որը հենց չինական մոդելով է լավ աշխատել, որում գրանցված տեղային անհատ ձեռներեցները ՍՊ-ները, որոնցում աշխատող մարդիկ բացառապես հաշվառված են Գյումրիում, այսինքն դրսից չեն եկել բացել եւ նորից դրսում Երևանում կամ մյուս քաղաքներում գործունեություն են ծավալում 50%-ով կրճատել իրենց հարկերը եւ ավելացված արժեքի տեսքով եւ շահութահարկի տեսքով, որբիսի մեկ միավորից կանձվելիք գումարը պակասի, բայց միավորների քանակը շատանա։ Այսինքն, եթե մենք ունենք երկու միավորից կանձվող մեկ մեկական 100 դրամ, հա, այսպես ասեմ, երբ որ դարձնում ես 50 դրամ իրենց տրվելիք հարկը, գրեթե համոզված են, որ ավելանալու եւ դառնալու է մեկ միավորը 6 միավոր, 10 միավոր, որից 50% ավելի քիչ գումար կանձել է, ավելի շատ գումար է դառնում, քան այն մեկ միավորի լիարժեք 100%-անոց հարկը։ Երբևէ հենց խոսվել է Գյումրիի հարկային բեռի արտոնություն տալ, ազատտնտեսական գոտի ստեղծել, ես կարող եմ թվարկել 2002 թվականի Գյումրիի մասին օրենք, 16 թվականին դարձյալ մերժված հարկային բեռի թեթևացման, 2019-ին եղած եւ չգործած եւ այժմ էլ ձեր գաղափարը չեն ասում հավակնոտ մոտեցում է, ինչու պիտի միակողմանի նայել, բայց նույն ազատտնտեսական գոտին հարկային բեռի թեթևացում կպահանջի Գեղարքունիքի մարզի բնակիչը, Լոռու բնակիչը։ Կարող է այդպիսի հարց առաջանալ, բայց
ամենահարմար դիրք ունի Գյումրի քաղաքը այսօր, քանի որ եւ ցամաքային ճանապարհներ ունի, եւ օդանավակայան, ծանր բեռնատարների համար հյուսիսարավի վրա է, եւ օդային ճանապարհ ունենք, այսինքն օդանավակայան ունենք, Բավրայի տամոժնային ամենամոդիկն ենք, նաեւ այստեղ մի կարևոր բան ասեմ ձեզ, մեր հայրենագիցները, որոնք Ջավախքում են բնակվում, նույն հեռավորության վրա են Գյումրիից, ինչքան որ Թբիլիսիից։ Եթե Գյումրին լինի զարգացած քաղաք, բիզնես մայրաքաղաք Հայաստանում, եւ այստեղ ավելի էժան լինեն ապրանքները եւ ավելի մաչելի լինի գումար վաստակելը ներդրումներ կատարելով, ապա ամբողջ Ջավախի հայությունը ավելի մեծ ուրախությամբ այստեղ է ներդրումն անելու եւ այստեղից է սնվելու, քան գնալու է հասնի Թբիլիսի։ Սա շատ կարևոր բան է Գյումրիի համար։ Եվ հետո Գյումրիի բնակչությունը ինքը շատ կարճ ժամանակում վերավորակավորվելով կարողանալու է օգուտ տալ այն գործարաններին, որոնք որ բացվելու են այստեղ։ Հիմա շատերը կարող է ասեն, թե այդ նախընտրական փուլում խոսում ենք, վատ բան չենք անում, եթե խոսում ենք, եթե բարձրաձայնում ենք, միանշանակ, ես չեմ կարող խոստանալ։ Նաև շատերը չեն հասկացել, այդ քննադատներից շատերը չեն հասկացել ավականին ինչ կապ ունի։ Երևի վերևից հորիզոնական կամ վերևից ուղղահայաց գծով հրահանգ են ստանում, որ քննադատեք այդ խոսքը, իրանք միանգամից առանց վերլուծելու, առանց լսելու մեր խոսքը ավականին այդտեղ ինչ տեր ունի եւ ինչքանով կարող է նպաստել այս հարցի բարձրաձայնմանը եւ պահանջատիրության հետ, միանգամից ասում են դա ավականու որոշելիքը չէ, դա կառավարության որոշելիքն է, հասկացանք, մենք գիտենք, ասել ենք։ Չեն լսում մեզ։ Տեսնում են իրանցից մեկը, չէ՞, միանգամից քննադատության ես արժանանում։ Հարց եմ տալիս քննադատողներից յուրաքանչյուրին, վատ բան անում ենք։ Եթե լսելի ենք դարձնում, որ Գյումրիի զարգացման հիմնակարից մեկը գումարներ բերելն է, գումարներ բերելն է եւ ազատ տնտեսական կոդին են ծրագրերից մեկն է, բազովի ծրագրերից մեկն է, որով կարող ես գումարներ ներդնել, դրա մեջ վատ բան գոյություն չունի։ Հետո իմ ներսի եւ դրսի բիզնես կապերը, շփումները տվել են այն արդյունքը, որ մենք հետաքրքրված ենք, ես Մոսկվայում էլ ունեմ ոշոր բիզնեսմեն ընկերներ, հա, որոնք ասում են, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում Գյումրի քաղաքում լինի այդպիսի կոդի, որտեղ կարողանանք ներդրումներ անել։ 19 թվականին օրինակ միայն դա է խանգարում, որ մինչև հիմա չեն արել, հենց գյումրեցի գործարարները դրսի։ Եթե պայման չես տալիս, տեսեք, եթե օտանավը երկնքում թռնում է, մինչև այռոպորտ չտեսնի ներքևը չի իջնի։ Այսինքն մեր ասածը ո՞րն է, սարքենք, պատրաստենք այդ այռոպորտը, հաստատ լինելու են օտանավեր, որոնք վայրեջք են կատարելու այդտեղ։ Սա է նպատակը։ 19 թվականին իրենց այդ գործարար միջավայրի կապերը աշխատացրեցին Իսրայելի հետ եւ տեսանք, որ ինքը կյանքի չկոչվեց։ Եվ նաեւ իմ կարծիքով Գյումրեցին հենց ինքը պահանջատեր չէր դրան։ Այսինքն քաղաքապետը իր հերթին դիմում էր, բայց Գյումրեցին դրան մաս չէր կազմում։ Հենց դրա համար է, որ մենք ստորագրահավաքը նախաձեռնեցինք, որպեսզի դրանով ցույց տանք, որ Գյումրեցին պահանջատեր է այդ ծրագրի իրագործմանը։ Այս քաղաքական դաշտում միշտ ըստ էության դա շարունակական քննարկվող եւ շարժվող թեմա է։ Միշտ ինչ որ մի մրցակիցը մյուսի մեջ տեսնում է ինչ որ քաղաքական ուժի եւ իդեպ անձնավորված ուժի ականջները։ Հիմա ձեր Մայր Հայաստան դաշինքի ավագանու ցուցակում ովքեր են տեխնացուները։ Տեսեք, բազմազան է ցուցակը, կան տնտեսագետներ, կան լրագրողներ, կան գործարարներ, հիմնական շեշտը մենք դնում ենք այն մարդկանց վրա, ովքեր որ ակտիվ քաղաքականության մեջ դերակատարում են ունենալու, հավես ունեն աշխատելու, ոչ թե ինչ որ նստել կաբինետում ու ծանոթ բարեկամի ընդունել ճանապարհել, սկզբունքը հիմնական էս է եղել։ Եվ նաև մի բան, մեր գրասենյակում որևիցե անձ մուտք գործելուց հետո պարսավանքի չի ենթարկվում, թե ինչի մտար այդ գրասենյակը, այդտեղ վատ մթնոլորտ կա։ Եվ ասեմ ավելին, չկա մի անձ մեր գրասենյակ մուտք ու ելկանող, որին տեսնելով ասում են էդ էլ այդտեղ, չկա այդպես մարդ։ Հավատացնում եմ ձեզ,
Դա մեր սկզբունքներից մեկն է եղել, որ մարդ տեսակը պետք է մտնի այդտեղ ու դուրս գա։ Այս է եղել մեր սկզբունքը հավաքանության կազմելու։ Իսկ չգիտեմ ում ականջները երևալով որ ասում են, ես չեմ հասկանում դա անկեղծ։ Հա, երևում է գյումրեցիների ականջները։ Հազարավոր գյումրեցիների ականջներ երևում է։ Չէ, դրանից կախված է դաշինքը կամ կուսակցությունը ինչպիսի հայտ կներկայացնի արդեն Ավագանիում քաղաքի եւ ում հետ հնարավոր է կոալիցիա կազմի։ Կոալիցիա կազմել անձրով եւ անդավաճանների տարանջատում։ Մեր մոտ որևիցե կուսակցության հետ կոալիցիա կազմելը չի երևում անձերի հետ պայմանավորված, այլ գաղափարների, սկզբունքների հետ։ Դե մեր սկզբունքները չի համընկնում գործող իշխանության սկզբունքների հետ, չի համընկնում Եվրոդաշինքի սկզբունքների հետ։ Բարսեղան Լևոնը հա, Գյումրեցի է, մեր քաղաքի մարդն է, անցուտ հարցով բարև բարելույսը տալիս ենք, բայց չի բռնում մեր գաղափարները իրար հետ։ Օրինակ իրենք հայտարարել են, որ կողմ են ռազմաբազայի հեռացմանը, մենք դեմ ենք դրան եւ փաստարկներով ենք դեմ, որ մենակ ասելով չէ։ Բա որ վաղը չեմ այսօր իմ ու ձեր երեխան մնան թնդանոթների հարգերի տակ, ով է պատասխան տալու։ Միշտ ասում են, չէ, ռազմաբազան այստեղ ինչ գործ ունի, դա իմ համար շատ վտանգավոր եւ մահաբեր թեզ է, ռազմաբազայի հեռացումը, դրա համար ես չեմ ընդունում այդ գաղափարները եւ իրենց հետ չեմ տեսնում ընդհանուր մեկ, այսպես ասած, ամանի մեջ եւ արդյունքում եմ։ Մնացած բոլոր ուժերը, ես նորից եմ ասում, անձով պայմանավորված չեն մեր մոտ։ Անձը նախկինում էս է, ներկայում էս է, ապագայում չգիտեմ կլինի էս։ Դա թողնենք, եթե այդպես վերցնենք, ուրեմն ոչ մեկի դաշինք չկնքի։ Մեկի մյուսի հետ անձնական հարաբերություն չունի, մեկի մյուսի հետ անձնական ամբիցիաներ ունի։ Իմ մոտ դրանք բացառում եմ ես եւ շարունակ շեշտում են, չէ, ընտրությունից հետո կյանք կա։ Մենք իրար աչքի Ծեծված է դրա համար էլ չեմ շեշտում ես, ամեն դեպքում ընտրությունից առաջ էլ կյանք կա եւ պետք չի ընտրությունից առաջի կյանքը փչացնելով փորձել ընտրության հաջորդ օրվա մասին մտածել։ Հիմա էլ ենք ապրում, չէ՞։ Ահա, հիմա այս դաշտում, այս հարտակում ավարտում ենք կային քաղաքական համերաշխությունը մյուս մրցակիցների, հակառակորդների միջև, որովհետև այս նախակառավարության շրջանում պաշտոնական քարոզից առաջ այն արգելված չէ ամեն դեպքում սոցիալական հարտակներում, ամեն դեպքում ներեցեք շատ վատ մթնոլորտ է, արտահայտությունների, անձնավորված վիրավորանքների, դուք ինչպես եք գնահատում այն քաղաքական մթնոլորտը, որ այսօր կա Գյումրիում։ Իմ համար դատապարտելի է անձնական փոխհարաբերություններում թշնամական մթնոլորտը, միանշանակ հենց այս պայից ասում եմ, թող լինի սուր մրցակցություն գաղափարների, ծրագրերի միջև, այլ ոչ անձանց միջև։ Եղել են, որ մեր համակիրներից, ասենք, չգիտեմ, ինչ-որ թաղամասում կամ փողոցում աշխատանք տանելուց են եղել, ստացել են այդ բանը, որ Սիգմեր Մայլեն է, ինչի էս եկե։ Ես շատ կուլտուրական բացատրել եմ, որ գիտեք ինչ կա, վաղը չեմ այսօր նույն ռազմաբազան, եթե այստեղից հանենք, Աստված մի արարծե նորից 1900-ական թվականները կան առաջ, Թաղայնությունը կորում է։ Թուրքը, ասենք, Մայր Հայաստանի արձանի հետևից ուղղակի զենքը ձեռքը քայլելով գալիս է, ես ոչ չեմ ասելու առաջինը Սլաբոդկեն է, թող դիմադրեն հետո կան։ Բա եղավ որ Սլաբոդկեն հենց իմ Մայլեն է։ Անկեղծ։ Եթե Թուրքի Մայլում պաժար լինի, կողքով անցնես, կանգնես, չէ՞, ուզենաս ինչ որ բանով օգնես, ես չգիտեմ այդ երեխա փրկես, բա եղավ այդ Թուրքի Մայլեն ումն է, իմ Մայլես է։ Եվ հետո ես չեմ գալիս քաղաքապետ, որ մենակ Մայր Հայաստանին կամ Կարեն Սիմոնյանին ձայն տվողներին կառավարեմ։ Ես գալիս եմ, որ նույն պատիվ ունեմ դաշինքին ձայն տվողներին, նույն Եվրաքվեին ձայն տվողներին, նույն կոմունիստական կուսակցությանը ձայն տվողներին քաղաքապետ լինեմ։ Այնպես որ այդ անձնական հարտակը իմ մոտ վերացումը մերժում։ Ոչ թե մերժում եմ, խստիվ դատապարտում եմ։ Չի կարելի անձնական դաշտ մտնել։ Տեխնազոն հայտարարություն կանի, որը քննադատելի է եւ դատապարտելի է, խնդրեմ, հայտարարությունը քննադատի, ոչ անձը։ Երբ որ դու գտնում ես անձին, խախտում ես նաեւ գյումրեցուն վայել տղամարդ տեսակին։ Չի կարելի մտնել անձնական դաշտ։ Այսքանը կասեմ։ Շնորհակալ եմ։
Տեսանկյան հյուրներ, գործարար Մայր Հայաստան դաշինքից առաջադրված թեկնածու ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը։